Հակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում հին հեռուստացույցի հերթական թողարկումն է։ Գիտեք, այսօր շատ հետաքրքիր տեսանյութ ենք ցուցադրելու 15 տարվա վաղեմություն ունեցող մի տեսանյութ, որը պատմում է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի անկախ Հանրապետության առաջին օլիմպիական պատվիրակության մասնակցությանը համաշխարհային սպորտի այնպիսի խոշոր ստուգատեսի, ինչպիսին օլիմպիական խաղերն են։ Այդ ամենը տեղի է ունեցել 1996 թվականին Ատլանտայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում։ Հիմա մենք պիտի դիտենք այդ տեսանյութը, որից հետո կվերադառնանք տաղավար եւ ես հաճույքով ձեզ կներկայացնեմ մեր ծրագրի այսօրվա շատ ցանկալի հյուրին։ Ահա այստեղ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ համաշխարհային սպորտի այն խոշոր փառատոնը, ինչը այս անգամ նվիրված էր մեր օրերի օլիմպիական խաղերի անցկացման 100-ամյակին։ Մինչև խաղերի մեկնարկը արդեն սահմանվել էր Օլիմպիադա 96-ի առաջին ռեկորդը։ Դա մասնակից երկրների թիվն էր։ Ատլանտայում մեկնարկի դուրս եկան 197 պետությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ էին նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակները։ Նախ եկեք տեղափոխվենք օլիմպիական ավան, ուր հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը բնակվում էին խաղերի մասնակիցները։ Այստեղ էլ հանդիպեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հարություն Յավարյանին, որին էլ հաճույքով տրամադրեցի խուսափողը։ Դա ինչպես արդեն բոլորին հայտնի է, ամսի 15-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը թվով 32 մարզիկներ եւ 28 սպասարկող անձնակազմ, որի մեջ մարզիչներ, բժիշկներ ժամանացին Ատլանտա եւ տեղավորվեցին օլիմպիական գյուղի ոսկե թաղամասում, այդպես է թաղամասը կոչվում, բավականին նորմալ պայմաններում եւ այս 2-3 օրը տղաները անցրել են ուսումնամարզական իրենց պարապմունքներն են շարունակում արդեն Ատլանտայի օլիմպիական գյուղի պայմաններում։ Գիտեք, 12 մարզաձև ենք ներկայացնում, 12 մարզաձևերը արդեն բոլոր մեր հայրենակիցներին պարզ են, մենք հույս ունենք, որ 12 մարզաձևերում էլ մեր մարզիկները լավագույն ձևով իրենց կդրսևորեն եւ հանդես կգան իրենց մաքսիմում հնարավորություններով։ Մենք կարող ենք մտածել, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պետք է տուն վերադառնա 3 ոսկե, գոնե, 2 արծաթե եւ մի քանի բրոնզե մեդալներով։ Իսկ այժմ առաջարկում եմ տեղափոխվել Ատլանտայի օլիմպիական ստադիոն։ Քիչ հետո այստեղ տեղի կունենա 26-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Քիչ հետո ստադիոն կմտնեն նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակները։ Եվ պետք է ասել, որ ամառային խաղերի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը օլիմպիադային ներկայանում է իր անկախ թիմով։ Այև սկսվում է 26-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Պետք է ասել, որ Օլիմպիադա 96-ի կազմակերպիչները իրոք մեծ հրավառություն ու ճոխ ծրագիր էին պատրաստել ներկաների համար։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ջերմորեն ողջունեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Բիլ Քլինտոնը, Միջազգային օլիմպիական կոմիտեի պրեզիդենտ Խուան Անտոնիո Սամարանչը եւ Օլիմպիադա 96-ի կազմկոմիտեի պրեզիդենտ Ուիլյամ Փորթերը։ Մի խոսքով հրաշալի մի տոնակատարություն, որին լրջորեն էին նախապատրաստվել միջոցառման կազմակերպիչները։ Այսպես ստադիոն են մտնում Ատլանտայի օլիմպիական խաղերում 26 մարզաձևերից չեմպիոնի կոչումը վիճարկող 197 երկրների պատվիրակներ։ Նրանց մեջ են նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները, որոնք
ինչպես բազմիցս նշել եմ մեր հաղորդումներում, առաջին անգամ առանձին թիմով մասնակցում են համաշխարհային սպորտի այս խոշոր փառատոնին։ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ստադիոն է բերում մեր լավագույն ծանրորդներից մեկը, Աղվան Գրիգորյանը։ 100 տարի առաջ 1896 թվականին Աթենքում տեղի ունեցան մեր օրերի առաջին օլիմպիական խաղերը։ Եվ ահա 100 տարի անց աշխարհի 197 երկրների ներկայացուցիչներ կրկին հավաքվել են օլիմպիական Ատլանտայում վիճարկելու հաղթողի կոչումը։ Հայաստանի պատվիրակները օլիմպիական խաղերում նույնպես հիանալի ավանդույթներ ունեն։ Մեր օրերի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը Հրանտ Շահինյանն է, որը 1952 թվականին Հելսինկիի օլիմպիադայում արժանացավ չեմպիոնի կոչմանը։ Այնուհետև այդ հիանալի ավանդույթը շարունակեցին Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Էդուարդ Ազարյանը, Յուրի Վարդանյանը, Ֆաինա Մելնիկը, Հոքսեն Միրզոյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Իսրայել Միլիտոսյանը։ Ատլանտայի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքին հեռուստաէկրանների օգնությամբ հետևեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր մարդիկ, անկասկած դեռ երկար կմնա հատկապես բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր այսօր ներկա են այս հիասքանչ տոնախմբությանը։ Առջևում մեզ են սպասում օլիմպիական ստուգատեսների հիմնական մրցաշարերը։ Եկեք այդ պատասխանատու ստուգատեսներից առաջ հաջողություն մաղթենք հայ օլիմպիականներին եւ հուսանք, որ նրանք իրենց փայլուն հաղթանակներով կշարունակեն այն հիանալի ավանդույթները, որոնցով իրոք հարուստ է հայկական սպորտի տարեգրությունը։ Արդեն առաջին գոտեմարտերից պարզ դարձավ, որ մասիստի ըմբիշ Արմեն Նազարյանը 52 կիլոգրամ քաշային կարգում մնում է հաղթողի գլխավոր հավակնորդը։ Տանելով մի շարք տպավորիչ հաղթանակներ, Արմենը դուրս եկավ եզրափակիչ։ Եկեք նորից վերապրենք այն անմոռաց ակնթարթները, երբ օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալն էր խաղարկվում 52 կիլոգրամ քաշային կարգում։ Եզրափակիչ գոտեմարտը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ կրճատումներով։ Իսկ այժմ բարեկամներ, կարելի է ասել պատմական պահ է։ Տեղի է ունենում 52 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչը։ Մրցակցորդ են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը եւ Միացյալ Նահանգները ներկայացնող ամերիկացի բավականին ուժեղ ըմբիշ Բրանդոն Պաուլսոնը։ Բավականին լարված անհաշտ մրցակցությունում է անցնում մրցավեճը։ Հասկանալ կարելի է նաև մեր ըմբիշի հուզմունքը, ամբողջ դահլիճը իհարկե այժմ ցավում է ամերիկացու համար, բայց գերազանց է հանդես գալիս Արմեն Նազարյանը եւ հերթական հնարքով նա նորից վաստակում է միավորներ 5-0 հաշվով այժմ Արմենը հաղթում է իր ամերիկացի մրցակցին։ Իհարկե այսօր հուզվում է նաև Արմենի մարզիչը Ռուբեն Ասարյանը, հուզվում են նաև մեր պատվիրակության մյուս անդամները ավագ մարզիչ Արամ Սարգսյանը, Հմշամարտի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարող Անդրանիկ Արշակյանը, մի խոսքով բոլորը։ Մենք հետևում ենք այս վճռական գոտեմարտին լրագրողների համար հատկացված տրիբունայից եւ պետք է ասեմ, որ մենք ինքներս էլ հուզվում ենք։ Կողքից նստած է մարզական Հայաստան թերթի թղթակիցը Սոս Ավետիսյանը եւ կարծում եմ, որ Սոսի համար էլ այժմ հուսումնալից պահ է, Սոս իրոք պահը իրոք պատմական է եւ կարծում եմ, որ դու նույնպես հավատում ես, որ հայ ըմբիշը պետք է այսօր հաղթանակ տանի։ Այո, ես մեծ հավատ ունեմ նրա նկատմամբ, մանավանդ վստահ եմ իր ուժերի վրա եւ հուսում եմ, որ ընդամենը մի քանի րոպե հետո մենք ականատես կլինենք իրոք ձեր ասած պատմական պահին, երբ առաջին անգամ որպես առանձին պետություն
հանդես եկող Հայաստանի թիմում կունենանք առաջին օլիմպիական չեմպիոնը։ Ես մեծ հույս ունեմ։ Մեկ խցիկի օգնությամբ մենք աշխատում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել այս գոտեմարտը։ Ինքներդ էլ հասկանում եք, որ դժվար է մեկ խցիկով ցուցադրել մարտի հմայքը ամբողջությամբ, բայց կարծում եմ, որ որոշ պատկերացում այնուամենայնիվ դուք կունենաք։ Իրոք սա կարելի է պատմական գոտեմարտ համարել, որովհետև այս քաշային կարգում կարող է Հայաստանը տալ իր անդրանիկ օլիմպիական չեմպիոնին։ 5-1 հաշվով Արմեն Նազարյանը հաղթում է իր մրցակցին, Մասիսցի մեր ըմբիշը, մարզիչ Ռուբեն Ասարյանի սանը։ Ամերիկացի ըմբիշը ոչինչ չի կարող անել։ Պարզապես Արմենի առավելությունը ակնհայտ է եւ նա այժմ արդեն գտնում է, որ կարող ենք իրեն շնորհավոր։ Այո, շնորհավորենք Արմեն Նազարյանին, հայ ըմբիշը հռչակվում է օլիմպիական խաղերի չեմպիոն։ Եվ այսպես 1996 թվականի հուլիսի 23-ին Ատլանտայի օլիմպիական խաղերում ահա այսպես ծնվեց հայ առաջին օլիմպիական չեմպիոնը Արմեն Նազարյանը։ Շնորհավորենք նրան, շնորհավորենք մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Այժմ բարեկամներ, թույլ տվեք ձեզ ներկայացնել մեր ծրագրի ցանկալի հյուրին։ Հայաստանի Հանրապետության մարզաշխարհի հանրահայտ դեմքերից մեկին, սպորտի վարպետ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հանրապետության վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ազատ ոճային ըմբիշ, ամենակարևորը Վահրամ Առաքելյանին, որը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորն է։ Պարոն Առաքելյան, նախ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հավելքը։ Երբ ցուցադրեցինք Ատլանտայի օլիմպիական խաղերի մասին պատմող տեսանյութը, նկատեցի, որ հուզվեցիք։ Վերադարձաք 15 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններին։ Հիմա ինչպես է այդ ամենը երևում 15 տարվա հեռավորությունից։ Դուք շատ ճիշտ եք նկատել, որ հուզվեցի, հիմա էլ հուզված եմ, քանի որ դա իմ մարզաձևն էր եւ ամենակարևորը եւ ամենակարևորը Հայաստանը առաջին անգամ որպես անկախ պետություն մասնակցում էր օլիմպիական 26-րդ խաղերին Ամերիկայի Ատլանտա քաղաքում։ Դե դուք պատկերացրեք ինչի համար ենք հուզված, առաջին օլիմպիական խաղերին մենք տվեցինք առաջին անկախ օլիմպիական չեմպիոնը մեր հանրավերից, դա Արմեն Նազարյանն էր եւ երկրորդ տեղը ազատ ոճի մշամարտից Արմեն մեր Մկրտչյանը։ Իհարկե հուզված եմ եւ բավականին ծանոթ դեպքեր տեսանք, տեսանք մարդիկ, որ կյանքից հեռացել են, մեզ հետ չեն այսօր։ Ես այս պատմական նյութերը, որ դուք ցուցադրեցիք, դա սրանք արժեքավոր շատ մեծ նյութեր են։ Եթե դուք կարողանաք մեզ էլ նվիրեք, դա կլինի մեր սպորտային թանգարանում եւ մենք կարող ենք ցուցադրել, որ սերունդ հիշեն օլիմպիական խաղերի մեր հայերի մաս եւ ինչն է, պարոն Ղուշյան, ամենակարևոր հուզված եմ 1 տարի առաջ Գերմանիայի աշխարհի առաջնային անց էր կացվում Գերմանիայում եւ այնտեղ ես հանդիպեցի այս երկու հիասքանչ մարդկանց Արմեն Նազարյանին, որոնք Բուլղարիայից եկել էր դիտելու աշխարհի առաջին եւ Արմեն Մկրտչյանին, կարծեմ Հոլանդիայից։ Ուղղակի հուզված եմ, որ այն մարդիկ այսօր այստեղ չեն, իմ ցանկությունն է, որ այդ մարդիկ վերադառնան ու իրենց ցանկությունն է, որ անպայման ուզում են անպայման վերադառնան, երբ որ մեր երկրում ամեն ինչ լավ կլինի, տնտեսական, սոցիալական պայմանները լավանան, նրանք կարող են եւ գալ եւ իրենց փորձը փոխանակեն մեր լավագույն մարզիկներին եւ ինչու՞ չէ կարող են եւ աշխատել լավագույն որպես մարզիչներ հանրապետությանը օգնելու համար։ Եվ ամենակարևորը, որ այնտեղ ես հանդիպեցի Եվրոպայի չեմպիոն Գուրգեն Բաղդասարյանին, ուղղակի ցավալի էր, որ այդ մարդիկ այսօր այստեղ չեն։ Ու մի միտք առաջացավ, որ կլինի այն ժամանակը, որ մենք կարողանանք հավաքել այդ մարդկանց, միգուցե եւ Երևանում նշել դրանց, հանդիպում անենք բոլորի հետ, սպորտային աշխարհի հետ։ Այդ հարցով կարելի է զրուցել մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ինձ չի թվում, որ Գագիկ Ծառուկյանը դա անպայման կանի հավաքենք տարբեր մեր աշխարհի Եվրոպայի օլիմպիական այո ինչու՞ չէ բոլորը 11-10-ից շատ մարդիկ այսօր գտնվում են Հայաստանից դուրս եւ ինչի՞ չհուզվել պետք է եւ հուզվել դրա համար այսօր էլ շատ մեծ թվով հայ մարզիկներ հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրների օլիմպիական դրոշի ներքո։ Իհարկե ես վերջերս եմ վերադարձել Թուրքիայից Ստամբուլում երբ որ աշխարհի առաջնություններ տարբեր երկրների տարբեր հավաքականներում մեր հայրենակիցները մասնակցում էին եւ բավականին լավ
Իմ ցանկությունը որ բոլորը վերադառնան այսօր Հայաստան մասնակցեն մեր անկախ Հայաստանի դրոշի ներքո։ Պարոն Արաքելյան, փաստորեն 15 տարվա վաղեմության ժապավենը երբ դիտեցինք Ատլանտայի օլիմպիական խաղերի մասին պատմող ժապավենը, ես այսպես մի պահ ինձ համար անմիջապես ամփոփելով տեսա, որ մենք 16 տարի չենք ունենալու օլիմպիական չեմպիոն։ Միայն 2012 թվականի Լոնդոնի օլիմպիադայում Արմեն Նազարյանի ստեղծած այդ ավանդույթը պիտի շարունակվի։ Նոր օլիմպիական չեմպիոն այնուամենայնիվ պիտի ծնվի։ Պիտի անպայման ծնվի, որովհետև մենք այդ օլիմպիական խաղերից հետո իհարկե չենք ունեցել չեմպիոններ։ Այն ժամանակ չկար լավ պայմաններ, չկային լավ միջոցներ, մարզադահլիճներ, մարզիչներ թեկուզ, բայց այսօր մենք որ այդ պայմանները բոլորն ունենք, իշներով մեր օլիմպիական կոմիտեի Գագիկ Ծառուկյանի, ամեն ինչ անում է ինքը, որպեսզի հավաքականները արժանի պայմաններում զբաղվեն, մարզվեն եւ բոլորիս ցանկությունն է երբ ուրախությունը մեր բոլորիս կպատի, երբ որ քիչ ժամանակ է մնացել Լոնդոնի օլիմպիական խաղերին, որ այդ սառույցը կոտրվի անպայման եւ մենք ունենանք ցանկացած մարզաձևով մեկ օլիմպիական չեմպիոն։ Քանի որ խոսք գնաց պարոն Ծառուկյանի մասին, ուզում եմ հիմա մենք դիտենք եւս մեկ տեսանյութ, երբ նոր ուսումնական տարիներ նշվում ֆիզիկական կուլտուրա հայկական պետական ինստիտուտում եւ ձեզ հյուր էր եկել մեր ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, որ նաեւ ձեր խորհրդի նախագահը, կառավարման խորհրդի նախագահն էր։ Եվ դիտենք տեսանյութը ու վերադառնանք։ Մեծ հաճույքով։ Ահա այսպես կարմիր ժապավենը կտրելով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ազդարարվում է նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին։ Տոնը դասախոսների ու ուսանողների հետ կիսում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նաև բուհի կառավարող խորհրդի նախագահն է։ Բուհի նախասրահում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալակիրներն են, որոնք ուսանում են այստեղ։ ՀԱՕԿ նախագահը շնորհավորում է մրցանակակիրներին։ Մաղթում նորանոր հաղթանակներ։ Նոր տարվա մեկնարկի կապակցությամբ հիմնովին նորոգվել են ինստիտուտի մի քանի լսարաններ ու բուժսենյակներ, ապահովվել համապատասխան գույքով։ Գագիկ Ծառուկյանը շրջեց լսարաններում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, մաղթեց, որ այս լսարաններում կազմակերպվող ուսումնական գործընթացը խիստ արդյունավետ լինի ուսանողների համար։ Ուսանողները համարյա դուրս չեն գալիս, ամբողջ օրը համակարգիչների նպատակն է նա, որ ուսանողները կարողանան ասակներ պարապել, սովորել, որ դա գիտեն կամ ուշադրություն կամ վերաբերվում։ Հաջորդիվ արդեն բուհի դահլիճում կայացավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը կրթօջախի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ առաջին կուրսեցիների հետ։ Այստեղ տեղի ունեցավ մարզական հանրագիտարանի, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի 4-րդ դասարանի դասագրքի շնորհանդեսը։ Նախորդ տարիներին լույս էին ընծայվել ձեռնարկի առաջին 2 հատորները։ Նախաձեռնության հեղինակների խոսքերով այս ձեռնարկի հրատարակումը առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն ունի, քանի որ բոլոր ժամանակներում կրթական հաստատություններում ֆիզկուլտուրա առարկան դասավանդվել է առանց դասագրքի, եւ այս դասագրքի լույս ընծայման շարունակականության ապահովումը իսկական տոն է սպորտային աշխարհի համար։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, որ այսօր արդեն լույս է տեսել 4-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասագիրքը 4-րդ դասարանի 32,000 օրինակով եւ այդ բոլորը հիմա բաժանվում են դպրոցներին, եկեք եւս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնենք Գագիկ Ծառուկյանին եւ եթե դա չլիներ, մենք հաստատ կորցրել էինք եւ ֆիզկուլտուրայի դրվածքը դպրոցներում եւ իհարկե կարող էր եւ փակման ենթակա լինել մեր ինստիտուտը, շնորհակալ ենք այդ բոլոր ամեն համար, պարոն Ծառուկյան։ Ողջունելով ուսանողական կյանքի առաջին քայլերն անող երիտասարդներին Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ հատկապես այս կրթօջախի հանդեպ ուշադրությունն ու դրսևորվող աջակցությունը լինելու է շարունակական ու անընդհատ։ Հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, նախ եւ առաջ ես ուզում եմ իսրտե ողջունել ձեր բոլորին։ Եվ ուզում եմ ձեր բոլորին շնորհավորել այսօր գիտելիքի օրվա կապակցությամբ եւ առանձնապես առաջի կուրսեցիներին, քանի որ առաջի կուրսեցիները իմանալով հանդերձ, որ այս ինստիտուտը ունի իր ավանդույթները, շատ համերաշխ կոլեկտիվ եւ իհարկե ունի այն ուսանողներին, որոնք կարողանում են Եվրոպայի աշխարհի օլիմպիական խաղերում միշտ հաղթող ճանաչվել եւ մեր ազգի պատիվը մրցաշարերում բարձր պահելու համար։ Մենք պետք է ունենանք առողջ երեխաներ, առողջ բալիկներ, առողջ մտածելակերպ, առողջ հոգի, առողջ ապրելակերպ։ Կարևոր համարելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանց պարգևատրման համար լինելու է հատուկ ֆոնդ, քանի որ հենց նրանց աշխատանքի շնորհիվ են մարզիկները հաղթանակներ տոնում։ Բարձր պահում մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հեղինակավոր մրցասպարեզներում։ Դրամական խրախուսման ֆոնդ է հատկացվելու նաև ֆիզկուլտուրայի դասագրքի հեղինակային խմբի անդամների համար։ Այս բոլոր
արդյունքներն ու հաղթանակները ձեր միասնական աշխատանքի շնորհիվ է։ Եվ իհարկե դասախոսական կազմի հանդեպ կա վերաբերում, կա ուշադրություն, կա գնահատական, որ բոլորդ էլ իմանաք ամեն ինչ գնահատվում է։ Եթե այսօր ինստիտուտը ճանաչվել է առաջինը, լավագույնը, ուրեմն ինչ շնորհիվ մեր դասախոսական կազմի եղել։ Իսկ ես լինելով խորհրդի նախագահ, պարտավոր եմ դա գնահատել, որ դուք զգաք դա գնահատված է, կա ուշադրություն, կա վերաբերում։ Վաղը գումար կփոխանցեմ, որ համապատասխան ըստ դասախոսների կատարած գործի, իրենց կատարած գործի արդյունքի, բայց որ բոլորը պետք է պարգևատրվեն, կարող է դա մեծ բան չի, բայց կարևորը կա ուշադրություն, կա վերաբերում։ Սակայն անակնկալների շարքը սրանով չէր սահմանափակվում, համակարգիչներ եւ մարզվելու համար նախատեսված տատամիները ուսանողների նվերներն էին։ Միշտ այս բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուսանողների կողքին եմ լինելու, աջակցելու ու սատարելու եմ բոլոր հարցերում, ուշադիր եմ լինելու, քանի որ հայ սպորտի վաղը այստեղ է կերտվում, ամփոփում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ես մեկ անգամ եւս ձեզ ուզում եմ բոլորի շնորհակալություն հայտնել, ամենակարևոր ուժը միասնության մեջ է, ամենակարևորը դուք ինչքան ուժեղ լինեք, միասնական լինեք, արդյունավետ աշխատանք լինի եւ մեր ուսանողները ճանաչված մարդիկ լինեն, այնքան մենք ավելի հպարտ եւ հզոր կլինենք։ Ես ձեր բոլորին շատ սիրում եմ, ես միշտ ձեր կողքին եմ, ինչ խնդիրներ կան, բոլոր խնդիրներով պատրաստական եմ օգտակար լինելու, միասնական իրականացնենք մեր այն խնդիրները, պարտականությունները, պարտավորությունները, որը մեզ տրված է։ Պարոն Արաքելյան, հրաշալի է, որ կա տեսագրությունը, որովհետև ցանկացած տեսանյութ պահպանում է այն հաճելի անմոռաց ակնթարթները, որոնք եղել են, որոնք միշտ մնում են։ Իհարկե, բարեգործությունը դա առանձին թեմա է, եւ մենք մեր ծրագրերում միշտ դրան անդրադառնում ենք։ Ես բախտ եմ ունեցել հանդիպելու շատ բարեգործների, Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Վարդանյան ընտանիքի անդամներին, Ջանվելյաններին, սրանք մարդիկ են, որոնց հետ մենք բարեգործական մեծ թվով ակցիաներ են կարել, հատկապես վերջին մի քանի տարիներին ազգային ժողովի падգամավոր Միքայել Վարդանյանի հետ մասնակցել եմ 1 տասնյակից ավելի բարեգործական ակցիաների, բայց առանձին խոսակցության թեմա է Գագիկ Ծառուկյան երևույթը։ Գիտեք, նրա շնորհիվ մեր մարզաշխարհը հատկապես անկախության տարիներին փաստորեն կարողացավ հաղթահարել այն բոլոր տեսակի դժվարությունները, առանց որի անհնար էր պատկերացնել սպորտի վերելքը։ Եվ իհարկե առիթից օգտվելով ուզում եմ նաև մեկ անգամ էլ մեր մարզաշխարհի մարդկանց անունից շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին, որովհետև մենք կարողացանք պահպանել մեր օլիմպիական ոգին, մեր մարզիկների այդ հրաշալի ավանդույթները եւ ամենավերջին օրինակներից մեկը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում նրա ցույց տված օգնությունը, մնացածը ինչպես ասում են դուք ավելի երևի հստակ կասեք։ Պարոն Ղուշյան, ես նախ ասեմ ձեզ, ես մեկ անգամ իմ միտքը արտահայտել եմ, որ մեր բժիշկները պետք է այսօր ուսումնասիրեն Գագիկ մարդուն, հայ Գագիկ քաղաքացուն, նա տեսնեն ինչպիսի բջիջներից է կազմված, նա մարդ է թե այլ մոլորակային։ Այո, Գագիկ Ծառուկյանը մեր ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է, մեր ինստիտուտի շրջանավարտ, մեր ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Եվ ըստ ավանդույթի ամեն տարի սեպտեմբերի 1-ին որպես խորհրդի նախագահ կառավարման ինքն է ցանկություն հայտնել, որ անպայման պարտադիր պետք է հանդիպի պրոֆեսորով դասախոսական կազմի եւ առաջի կուրսեցի ուսանողների հետ, ովքեր ոտք են դրել մայր ու առաջի կուրսում սովորելու համար։ Դա ավանդույթ է եւ դուք տեսաք ինչպիսի պայմաններում ենք մենք այսօր աշխատում, սովորում մեր ուսանողները։ Մինչև 14 թվականը որակի եւ հավատարմագրման տարի է բոլոր պետական բուհերի համար։ Արդեն նախնական պայմանավորության կա, որ հանրապետության 2 բուհեր անցնելու են այդ հավատագրման բոլոր փուլերը, դրանք մանկավարժական համալսարանը եւ բժշկական համալսարանը։ Այսօր որակով ինստիտուտներ, մասնագիտություններ ունենալու համար ցանկացած բնագավառում դա թե կլինի մշակույթ, գիտություն, բժշկություն, քաղաքաշինություն, բոլոր բնագավառներում, որպեսզի լավ մասնագետներ ունենանք, պետք է լավագույն պայմաններ ստեղծվի։ Մենք ուրախ ենք, որ Գագիկ Ծառուկյանը ոտք դրեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ սովորելու եւ այսօր ղեկավարելու կառավարման խորհուրդը։ Այսօր մենք բոլոր պայմանները ստեղծված են,
որպեսզի մենք ունենանք լավագույն ուսանողներ առողջ ուժեղ սերունդ դաստիարակելու համար։ Եթե չլինեն այդ պայմանները, հնարավոր չէ այդպիսի արդյունքների հասնելու համար։ Մենք լավ գիտենք Գագիկ Նիկոլաևիչ Ծառուկյանին, հատկապես ես, այսօր հանդիպումներ է ունենում ցանկացած ֆեդերացիաների մարզաձևերի հետ, որ դա նշանակություն ունի օլիմպիական մարզաձև է, թե օլիմպիական մարզաձև չէ, եւ ինքը լսելով բոլորին, բոլոր առաջարկությունները, ցանկությունները լսելով կատարում է բոլորի համար։ Ամեն ինչ տրամադրում է, ամեն ինչ եւ պահանջում է ու հետեւողական է, շատ հետեւողական է։ Դուք տեսաք, դուք էլ ներկայացիք, ձեզ էլ եմ շնորհակալություն հայտնում, ինչպիսի բացառիկ պայմաններին ստեղծված մեր համար։ Սկսած մուտքից մինչև լսարանները եւ շատ բծախնդիր է, ամեն ինչ նկատում է, ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ ուզում է, որ այսօրվա բարձր բաղադրագով լինի, միջազգային չափանիշներին համապատասխան լինի։ Մենք ունենք բժշկական կենտրոն, որտեղ աշխատում են բժիշկ, գլխավոր բժիշկ, 13 աշխատողներ, եթե մինչև սեպտեմբերի 1 այնտեղ հիվանդներ մտնում, ընդհանրապես հիվանդանում են, բայց այսօր հիվանդը մտնում է կես ժամ հետո առաջ դուրս են գալիս, որտեղ բոլոր պայմանները ստեղծվել են։ Նույնը վերաբերում է մեր էլեկտրոնային գրադարանին, այն բոլոր լսարաններին։ Մենք ունենք 20-ից ավելի լսարաններ մեծ, եթե մի ժամանակ մենք ունենք հոսքեր 60-80 խմբեր, մենք չունենք պայմաններ այդ մարդկանց մի լսարանում տեղավորել, բայց այսօր մենք բոլոր պայմաններ ունենք եւ մենք ունենք այսօր լսարան, որտեղ տեղավորվում են 80-ից ավել ուսանողներ։ Դրա համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին այդ ամեն ինչի համար դուք տեսաք այո, այդ քերքերի մասին եմ ուզում խոսել, որտեղ ֆիզիկական կուլտուրա դասագիրքը 4-րդ դասարանցիների համար, մարզական հանրագիտարանը, մի խոսքով գրքեր, մարզական գրականություն, որը նույնպես պարոն Ծառուկյանի աջակցությամբ մենք այսօր արդեն ունենք եւ հատկապես դպրոցականների համար կարծում եմ այս դասագիրքը շատ կարեւոր է։ Գիտեք ինչ, շատ ուղղակի ես զարմացած եմ Գագիկ Ծառուկյանով այդքան զբաղված լինելով ես հեչ իմ մտքով չեր անցնի, որ կարող է ինքը այս հարցը բարձրացնել։ Երբ որ զրուցում էինք իմ մոտ, տեսավ ինչ-որ ռուսական դասագիրք էր դրված, 4-րդ, 5-րդ, այդպես մի գրքի մեջ, բավարարում, սա ինչ բան է, ասի որ բանը, բա մենք չունենք այդ ֆիզկուլտուրայի դասագիրք, ասում եմ չունենք։ Բա ինչի չունենք, շատ շատ, ասի դա մեր ֆունկցիան չէ, որ մենք կարողանանք անել, դա գիտության կրթության նախարարության եւ սպորտ կոմիտեի միգուցե ես խառնում եմ իրենք նեղանան ստիպեց ինքն էլ մեզ հետ միասին որպեսզի այդ աշխատանքները անպայման տանենք եւ իմ առաջարկությամբ մենք հանձնաժողով կազմեցինք ստուգեցինք ուսումնասիրեցինք պետական բույրի ֆիզկուլտուրայի դրվածքը եւ պատկերը այնքան բացասական էր որ ուղղակի ես չէի ուզում դա ինչ որ ասել եւ մենք կարողացանք այդ հարցը բարձրացնել եւ մենք լսել ենք այդ հարցը առաջարկությունները որպեսզի այդ աշխատանքները ընդհանրապես վերականգնվեն։ Ես կարող եմ տվյալներ բերել, որ բոլորին միշտ էլ ասել եմ, մինչև 90 թվականները բոլոր դպրոցները ինստիտուտները ապահովված էին մարզադահլիճներով, պարզեցված մարզադահլիճներով, գյուղական վայրերում չկար մի դպրոց, որ չունենար իրեն պարզեցված սպորտային հրապարակները։ Եվ եթե մենք մինչև 90 թվականը կար մասսայական սպորտ, մենք փողոցներում երեխաներ չէինք տեսնում։ Բոլորը դպրոցից, դասերից հետո զբաղված էին տարբեր մարզաձևերով։ Դրա համար, երբ որ սկսեց Ղարաբաղյան պատերազմը, մենք կարող եմ վստահ ասել, մենք հաղթեցինք ուժի, խելքի, առողջության հաշվին, որտեղ այն ժամանակ կար մասսայական, բոլոր մարզադպրոցները գործում էին։ Այսօր մեր ֆիզկուլտուրայի դասատուները հարստացված են։ Եթե մի 4 տարի առաջ մտնում էին դպրոց, բոբիկ էին, այսօր կա ծրագրեր, կան դասագրքեր։ Եվ այսօր ֆիզկուլտուրայի դասատուները հպարտ են, որ մենք ունենք այս բոլորը։ Այսօր Գագիկ Ծառուկյանը նպատակ է դրել ամեն տարի Երևան քաղաքում կառուցել 3-ից 4 մասնագիտական դպրոցներ։ Դա կարևոր է, շատ կարևոր է։ Դրա համար այսօր որպեսզի մենք կարողանանք ունենալ ուժեղ բանակ, ուժեղ առողջ երիտասարդներ, սա պետք էր։
Եվ այսօր միակ բույն է, որ մենք կարող ենք այդպիսի սերունդ աճեցնել։ Իմ ցանկությունն է, իմ ցանկությունն է միշտ եղել, ավելի լավ է այսօր կառուցենք քիչ հիվանդանոցներ, ավելի շատ մարզադպրոցներ։ Շնորհակալություն։ Թողներ են իմ բժիշկ ընկերները, բայց կյանքն է ստիպում իհարկե կյանքը դրան է տանում։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ պարոն Առաքելյանի հետ մի հետաքրքիր ծրագիր ենք մենք նախատեսում եւ իհարկե պարոն Ծառուկյանն էլ իր աջակցությունն է խոստացել բերել։ Մենք եկող տարի պիտի փորձենք ստեղծել սպորտ հեռուստաընկերությունը, որտեղ պիտի հերարցակվեն մեր մարզաշխարհին վերաբերող բազմաթիվ նյութեր եւ կարծում եմ, որ հատկապես ֆիզիկական կուլտուրա հայկական պետական ինստիտուտի հետ մենք այդ ուղղությամբ քիչ անելիք չունենք։ Մենք զրուցել ենք դրա մասին, ես ուրախ եմ եւ մեր կոլեկտիվը իրեն 450 աշխատողներով եւ 3000-ից ավելի ուսանողներով պատրաստ են այդ աշխատանքներին աջակցելու, որովհետեւ այսօր ինստիտուտը ի վիճակի է դառնալու, որովհետեւ այսօր ինստիտուտում աշխատում են հանրապետության պրոֆեսիոնալ սպորտի մասնագետները եւ ինչի՞ չէ, եթե ես միշտ էլ ասել եմ, Ռուսաստանը ունի սպորտային կանալ, որ գիշեր ցերեկ նայում են։ Ինչի մենք չունենանք, ես ողջունում եմ այդ աշխատանքները, որ դուք եք առաջարկել եւ ես չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը ինչ որ ամեն ինչ անելու է այդ աշխատանքները կատարելու համար։ Եվ եթե կարելի է մի երկու խոսք էլ մնացած գրքերի մասին։ Ես ուզում եմ կանգ առնել մարզական հանրագիտարանի մասին, ցանկացած պետություն երազում է ունենալ մարզական հանրագիտարան, այս գիրքը, այս աշխատանքները մենք կատարել ենք 2003 թվականից Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ։ Առաջի հրատարակությունը եղել 2003 թվականին, 2007 թվականին օլիմպիական խաղերից մի տարի հետ։ Եվ այսօր այստեղ ավելացել են 120-ից ավելի սպորտային գործիչներ, այստեղ կան 700-ից ավելի սպորտային գործիչներ, եւ Սփյուռքի եւ Հայաստանի, բացի դրանցից բոլոր ֆեդերացիայի, բոլոր մարզաձևերի փոփոխությունների մասին այս գրքում զետեղված են, սա շատ թանկարժեք նվեր է մեր հասարակությանը սպորտային, ընդհանրապես հայ ժողովրդին։ Վերջերս մենք նշեցինք օլիմպիական 20 տարին։ Այստեղ Հայաստանի եւ Սփյուռքահայերի 29 օլիմպիական չեմպիոններ ունենք։ Բոլորը նկարներով տրված են այստեղ։ Եվ սա առաջինն է Հայաստանում, մեր օլիմպիական կոմիտեն երբ է ստեղծվել, ովքեր են եղել մեր չեմպիոնները, եւ այդ 29 չեմպիոնի նկարներով բոլորը կան, եւ ամենակարևորը մինչեւ այսօր ունեցել ենք միջազգային օլիմպիական կոմիտեի 9 նախագահներ, բոլոր 9 նախագահների նկարներով, Կուբերտենից սկսած այդ բոլորը այստեղ կա։ Եվ օգտվելով առիթից ես ուզում եմ բոլորին ասել, որ եկեք բոլորը շնորհակալություն հայտնենք Գագիկ Ծառուկյան մարդուն, որ այսօր կան ամես, մեր կողքին է, եթե այսօր սպորտային արդյունքները հասել են միջինից բարձր մակարդակի, դա ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի։ Գագիկ Ծառուկյան, ձեզ մենք առողջություն ենք ցանկանում, մենք ուրախ ենք, որ դուք կաք, եւ ամենակարևորը մեր բոլորիս եւ ձեր ցանկությունն է, որովհետեւ մենք 12 թվականին ունենանք անպայման օլիմպիական խաղերի չեմպիոն։ Մեր ժամանակը սպառվել է, ես ուզում եմ բոլոր հեռուստադիտողների շնորհակալություն հայտնել մեր ծրագրին մասնակցելու համար, իհարկե շնորհակալություն նաեւ պարոն Առաքելյանին, որը հաճույքով ընդունեց մեր հրավերքը եւ կարծում եմ նրա հետ առաջիկա հանդիպումները սարերի ետևում չեն։ Այսօր այսքանը, ցտեսություն։